մենք տեսել ենք նաև սրացումներ եւ սա շատ կարեւոր է մեր ժողովրդին նաև ցույց տալ, թե դա ինչ էր։ Մենք տեսել ենք նաև սրացումներ յուրաքանչյուր ներքաղաքական բողոքի ակցիայի հետ, դա կլինի փոքր, դա կլինի մեծ։ Մենք տեսել ենք ակտիվացում ռուսական պետական լրատվամիջոցների, ռուսական պետական պաշտոնյաների եւ հայ պետական ինչ որ կոնտինգենտի, եւ զուգահեռաբար ադրբեջանական բանակի։ Ձեր ասած վարձկանների եւ զուգահեռաբար ադրբեջանական բանակի եւ այս դեպքում մենք նաեւ կարող ենք ասել, որ փաստացի ռազմական կոմպոնենտը այս դեպքում Ռուսաստանը իր ձեռքով չի իրականացնում, այլ իրականացնում է Ադրբեջանի ձեռքով եւ վերջի outsourcing-ը հանձնված է Ադրբեջանին։ Ժամանակակից գործիքները ամեն դեպքում կարողանում են օգտագործել։ Եվ ամենացայտուն օրինակներից էր օրինակ, երբ որ Լեռնային Ղարաբաղի այդ բռնի տեղահանումն էր տեղի ունենում, Ռուսաստանից կոչեր էին հնչում Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ամենաբարձր մակարդակով, ոչ ինչ է դա, եթե ոչ նախ միջամտություններ ներքին գործերին եւ իրավիճակով պայմանավորված կրակի վրա յուղ լցնել, որ ավելի բռնկվի եւ իրենց հասնեն իրենց նպատակներին, ինչը Հայաստանում ժողովրդավար իշխանությունների վերացումն է, այսինքն որպես Հայաստանում ժողովրդավար, ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդի քվեով ձևավորված իշխանություն չլինի։